Մենք միջև խաղը շարունակելը այսօր խաղում ենք Total War Empire 2-ը։ Մենք կարողացել ենք, չեք նկարել վիդեո, բայց այս խաղի ընթացքում խաղացել եմ եւ կարողացել եմ գրավել Քութաս Օրիսայի գրարի քաղաքը։ Այո, շատ բարդությամբ, բայց կարողացել եմ գրավել։ Այստեղ ես զարգացրել եմ երկրի տնտեսությունը, ռազմաքաղաքական ճյուղը, մեր միակ թշնամին դա մոնգոլացիներն է, բայց ես շատ կուզենայի ցանկանում, որպեսզի կարողանային գրավել 3 հսկայական մուսուլմանական երկրները, դա Մեծ Մոգոլը, Սեֆյան Պարսկաստանը, Պերսիան եւ Օսմանская իմպերիան, Թուրքիան։ Դրանք իրար կապած 3 մեծ մուսուլմանական երկրներ են, որոնք ես ցանկանում եմ ամբողջովին վերացնել եւ գրավել այդ տարածքները։ Տեսնում եք, որ արդեն այստեղ պատերազմական իրավիճակ է ստեղծվել։ Մեծ մոնգոլացիների ծովային բանակը պատերազմ է տարել մեր ծովային բանակին։ Տեսնում եք։ Բայց դե մենք պետք է պայքարենք, իհարկե չենք թողնելու, որպեսզի նրան գրավեն, բայց նրանց բանակը ավելի հզոր է։ Դե հիմա ես ավտոմատически վայրա եմ տալիս, որովհետև գիտեմ, որ ես ծովային բանակների ղեկավարից ավելի թույլ եմ, քան ցամաքային պատերազմի ղեկավարելու։ Պարզ է պարաժենի, որ պիտի պարտվենք, մենք կորցրեցինք մեր նավի մեծամասնությունը, նրանք մտան մեր պորտը, դա էլի ռուսերեն պորտ, իսկ հայերեն չգիտեմ դա ինչպես են ասում, այդ նավերը կայանելու վայրը, բայց война обновлена. Это государство обновлено Ван войну, Վեստիֆալիա։ Վեստիֆալիա երկիրը մեզ պատերազմ է հայտարարել Նիդերլանդներին, բայց թե ինչի համար, թե պատճառը ինչն էր, չեմ հասկանում։ Մեր սահյուզնիկներն են Ավստրիան եւ Վելիկայ Բրիտանիան, իսկ նրանցը Ավստրիան, Վյուտերբերգը եւ Բավարիան։ Դե, ինչպես ասում են, հայտարարել են, պետք է կռվենք։ Նրանք գրիշ չեն արի մտել Նիդերլանդների Ամստերդամ քաղաք։ Հզոր քաղաք է Ամստերդամը եւ շատ բարդ կլինի նա գրավելը։ Նրա այնտեղի պաշտպանությունը շատ ուժեղ է։ Տեսնում ենք արդեն մեր այս երկիրը լավ կառավարված քաղաք արդեն ավելի զարգացած է դարձել, քան եղել է երբ նրանց տարածքում։ Հիմա զարգացնում ենք դեռ էլի էկոնոմիկան, քաղաքի հզորությունը, տնտեսությունը եւ այն ամենը, որով կարող ենք մենք զարգացնել քաղաքը։ Այստեղ ուզում եմ տեսնենք, թե ինչպիսի ձեւ կարող ենք այստեղ այս քաղաքում ես կուզեի նաեւ ստեղծեինք ճանապարհներ, պորտը քանդվել է, որովհետեւ ոմանց ծովային բանակի պատճառով մեր նավերը կայանելու վայրը այս պահի պաշարման մեջ է եւ առևտրական ճանապարհը այդտեղով ծովային իրականանալ չի կարող։ Դե մենք թատրոն է կառուցում, զարգացնում ենք տնտեսությունը, որպեսզի ժողովրդի համար ավելի լավ բարերավայր եղի ապրելու հավանականությունը, կազարմաներ եք ստեղծում զինվորների համար, որպեսզի ավելի լավ լինի իրանց բնակվելու վայրը, որպեսզի չապստամբեն։ Այստեղ նաև մեծ դեր ունի, որպեսզի հակառակորդի բանակը կամ երկրի ժողովուրդը չապստամբեն մեր դեմ, որպեսզի մեր թշնամիները եւ չլինեն մերոնք, եւ չլինեն հակառակորդը։ Դրա համար մեզ պետք է շատ լավ իրավիճակ, ես որ ձեզ ասեցի 3 մուսուլմանական երկրներ։ Այստեղ ես ձեզ ցույց տամ։ Այ մատիտով նկարում եմ, այ այստեղից եւ մինչեւ Երևան, դեռ Երևանը անցած մինչեւ Ստամբուլ, Սոֆիա, Բելգրադ, Սարայեվո, տակ մինչեւ այնտեղ մուսուլմանական երկրներ են։ Ես ասեցի ձեզ, Մեծ Մոգոլով, Սեֆյան Պարսկաստանը եւ
Ասմասկային իմպերիան կամ Թուրքիան, հայերեն Թուրքիա, բայց այդ երկրները ես ցանկանում եմ 3-ին կործանել, սկսել եմ դեպի այն կողմով, մյուս ծայրից, բայց դե քայլ առ քայլ մոտիկանալու եմ, քանի որ ես ցանկանում եմ կոտորել նրանց, ովքեր դեմ են որպեսզի Նիդերլանդները լինի անկախ երկիր եւ չեն ճանաչում մեր անկախությունը։ Սա մեր մայրաքաղաքն է, տեսնում որ այստեղ ծանր իրավիճակ չկա, դեռ ֆեստիվալի բանակը չի մոտեցել մեզ, այս է ֆեստիվալի բանակը երկիրը, բայց դեռ մեզ ոչ մեկ չի մոտեցել, բայց երևի ռիսկեր չեն անի մոտենալ, քանի որ հեշտ չի մոտենալ այնպիսի մի երկրի, որ ունի լավ հզոր քաղաք, ունի բանակ, ունի լավ պաշտպանություն, ռիսկ չեն անի մոտենալ, բայց դե խնդիրը այն չէ, որ բանակի թիվը շատ է, կարող է նաև նրանց բարեկամի հետ միասին երկուսով կարողանան մեր խուժաքաղաքը։ Եթե մայրաքաղաք Ամստերդամը գրավեն ու թագավորին գերի վերցնեն, մեր մայրաքաղաքը դառնալու է Շրի Լանկա քաղաքը, որտեղ մենք մի քիչ առաջ տնտեսությունը զարգացնում էինք, թող զարգանա, եթե հանկարծ էլ իհարկե չեմ ուզում որ գրավեն, բայց եթե հանկարծ իհարկե գրավեն, նա է դառնալու մայրաքաղաքը։ Բայց դե շանսեր չունեմ, որ նրանք կգրավեն, որտեղ նրանք շատ թույլ ռազմաքաղաքական երկրներ են։ Թուրքիան նույնպես ծովային, տեսնում եք Թուրքիան նույնպես ծովային շարժ ունի դեպի Աֆրիկայի տարածք, միջերկրական ծովով։ Ես ցանկանում եմ նստել սեղանի բերեկավորների Մարտախայի հետ, կնքել Alliance բարեկամական ընկերություն, որի շնորհիվ մենք միասին կարողանանք ունենալ մեր հզորությունը եւ այլն։ Տեսնում եք Մոնգոլովի բանակը մի քիչ առաջ մտավ մեր տնտեսական արդյունաբերական կենտրոններ եւ սկսեցին ոչնչացնել նրանց, բայց չենք թողնի։ Մենք մեր քաղաքի բանակի մի 2-3 ջոկատ կուղարկենք նրանց շուրջ, որպեսզի հետ քաշեն կոտորեն։ Տեսնում եք։ Այս է։ Թե սա ինչ գործ ունի մեր պատմական տարածքում։ Այ ոչնչացել է մեր տնտեսական զարգացում ունեցող կենտրոններից մեկը։ Եղավ, թող անեն, մենք հեսա մենք մեր աշխատանք գիտեք ինչ եք անելու։ Այս 3 ջոկատին ուղարկեցի, որպեսզի կոտորեմ դրանց։ Շո։ Նրանք կոտորված են։ Մենք պատճառ ենք տվել 18 հոգի, X նրանց 40 հոգի։ Դա շատ լավ է, նրանց ամբողջովին ոչնչացրեցինք։ Բայց այսպես չենք թողի, բանակը կրկին նորից հետ կբերենք մայրաքաղաք, կարող է հարձակումներ տեղի ունենան հակառակորդի կողմից, որը մեր համար ահավոր բարդ դրության մեջ կգցի մեզ։ Տեսնում եք քաղաքը լավ զարգացման փուլի մեջ է, ավելի է զարգանում, կարող է նաև անցնի նաև մայրաքաղաքին, չեմ կարող ասել։ Այս քաղաքը նույնպես մենք զարգացնում ենք, բայց առևտրային ճանապարհները ավելի լավ կզարգացնենք, որպեսզի առևտուր կատարենք։ Մարտախա երկիրը մեր առևտրական բարեկամական երկիրն է, ինչպես ասես, ցանկանում եմ բերեկավորի սեղան նստել։ Տեսնենք, բայց նրանք իհարկե կհամաձայնվեն, չեն համաձայնվի, չգիտեմ։ Մենք միայն բարեկամ ենք Վելիկայա Բրիտանիայի հետ, որ մեր հարաբերությունները իրար հետ շատ լավ են։ Բայց Ավստրիայի դեմ, Ավստրիան նույնպես մեր բարեկամն է կամ սայուզնիկը, բայց եւ Ֆեստիվալիայի բարեկամը նույնպես ինքն էր, բայց ինքը ընտրեց Ֆեստիվալիային եւ պատերազմ հայտարարեց մեզ։ Ոչինչ։ Թող պատերազմ հայտարարի, մենք Մարտախայի հետ մեր գործընթացը կունենանք,
տեսնում եք, այստեղ առևտրական բարեկամ եք իրարանց հետ, բայց կցանկանայի նաև լինենք բարեկամներ։ Չի թողում, այստեղ խաղը չի թողում, որպեսզի մենք նրանց հետ բարեկամություն անենք, ինչու չգիտեմ։ Մենք ցանկանում ենք նրանցից технология, потребовалась технологии, и это тестинг. Мы не дети, и не бродяги из низкой касты, чтобы соглашаться на вас. Предложение без разбора. Ասում ենք, ձեզ համար երեխաներ չենք, կամ ստրուկներ չենք, որպեսզի մենք առանց շահի ձեր առաջարկին համաձայնվեք։ Դե հա, ես նույնպես եթե ինձ էլ այդպիսի առաջարկ անեն առանց շահի, եթե շահ չունեմ, ինչու պետք է ես իմ տեխնոլոգիան առաջարկեմ իրանց, որպեսզի իրանք բանակը ավելի զարգացնեն։ Այդպիսի բան լինել չի կարող, ես իրենց հետ ավելի համեմատ եմ, բայց դե փորձեն չի բերում, փորձեցինք, չթողեց, ոչինչ, չթողեց, մենք պատերազմի մեջ եք միայն նրանց հետ եղավ, մենք իրանց էլ հասկացանք, ոչինչ, գա ժամանակը, երբ նրանց էլ կգրավենք, նրանք նույնպես բուդայական երկիր են, միայն մեր բարեկամը դա Վիլիկայա Բրիտանիան է կամ Մեծ Բրիտանիան, այն նույնպես մեծ հզոր և մեծ տարածք ունեցող երկիր է, նրա դեմ նույնպես կռվելը այդպես հեշտ չէ, եթե օրինակի համար Անգլիան մեզնից տարածք ուզի, օրինակի համար այս գրաված տարածքը նա ցանկանա վերցնել, որպեսզի մեզ օգնի պատերազմի ժամանակ, ես նրան կառաջարկեմ, այո, իհարկե ես նրան կհամաձայնեմ, որպեսզի երկուսով միասին մեծ մոնգոլով երկրի դեմ պայքարենք, բայց դե չգիտեմ կհամաձայնի թե չի համաձայնի, ես կուզեմ տամ նրան, նվեր, առանց ոչ մի գումարի, թող այնտեղ լինի, այնտեղ բանակ կստեղծի, երկուսով միասին կկռվենք, նա շատ տեխնոլոգիապես զարգացած երկիր է էլի, միասին երկուսով կկռվենք և հեշտությամբ կկարողանանք հաղթել։ Ես այսինքն կառաջարկեմ մեր գրաված քաղաքը որպես նվեր տամ Վիլիկայա Մեծ Բրիտանիային, որ նա միայն նա էր, որ մինչև վերջ մեր հետ բարեկամություն է անում և ոչ մի բան շատ չի ցանկանում մեզնից։ Եվ մեր պատճառով այլ երկրների հետ է պատերազմի մեջ ընկնում։ Նստում եմ Պերեգավորների, Մեծ Բրիտանիա, на часть переговоры, области. Я даю ես տալիս եմ նրան Սեկրատի քաղաքը, Օրիսա և Սեկրատի քաղաքը, տեսնում եք կանաչի են վերևի կանաչի, թե ոչ թե կղզին, այ վերևին, որ նա մի քիչ առաջ գրավեցինք, նա կտա իրեն որպես նվեր։ Такой цедрый подарок несомненно тронет сердце и моего повелителя и послужит очевидным доказательством вашей дружбы. Ասма դա մեր համար շատ թանկարժեք նվեր է, եւ դուք դրանով մեզ ավելի եք խորհրդանշում, ոգեշնչում, որ մենք ավելի լավ բարեկամներ ենք եւ դու մեզ երբեք չես դավաճանի։ Վերջ, մենք այդ տարածքը տվեցինք, չվերցրեցին իրանք։ Վիլիկայա Բրիտանիան չվերցրեց քաղաքը։ Ասեց, որ մենք համաձայն ենք, մենք հասկանում ենք, բայց թող ձերը լինի։ Ոչինչ, այստեղ տեսնում ենք ժողովուրդը ապստամբներ կան։
Եվ չպիտի թողենք, որպեսզի նրանք ապստամբեն մեր քաղաքները եւ ոչնչացնեն մեր տնտեսական ուղիները։ Վերցնում ենք բանակը եւ արշավում ենք դեպի ապստամբ ժողովրդի դեմ։ Նրանք 240 հոգի, բայց շատ թույլ, հզորություն չունեցող բանակ։ Սա համար ես նայր ժամանակ չեմ ծախսի։ Մեկ ընդամենը կորուս եք տվել 40 հոգի, իսկ իրանք 240-ից 201 հոգի կորուս են տվել։ Ապստամբությունը ճնշված է։ Այո, ապստամբություններ լինելու են, քանի որ նրանց երկրի բնակիչները ցանկանում են նորից հետ բերել քաղաքը զենքի բռնի ուժով։ Բայց այդ ամեն իրականանալ չի կարող, քանի որ ես այդ ամենը թույլ չեմ տա։ Ես շատ հեշտ բարդությամբ եմ գրավել այդ քաղաքը, հեշտ չի եղել գրավել, բայց ես դա չեմ տա։ Ես այրան գնով կարողացել եմ վերցնել եւ չեմ տա։ Անգլիային կտայի Մեծ Բրիտանիային, քանի որ նա մեր բարեկամ երկիրն է, նույնիսկ ես առաջարկեցի նա չհամաձայնվեցել, քանի որ ոչ բոլորն են համաձայն այդպիսի առաջարկին, դա այնպիսի մեծ առաջարկ է, որ ինչպես ժողովրդական խոսքի եղբայրը եղբորը չեր տա։ Տեսնենք, թե ինչ է կատարվում Մարտախան ռազմական գործողությունների մեջ է լուրջ։ Ու Մարտախան եկավ մեր նավերը կայանին ու վայրը եւ նրանց ծովային բանակին շրջափակեց, ոչինչ։ Բայց ես նրան նավերից մեկին կործանեցին, որը բարդ իրավիճակ է։ Ես հասկանում եմ, ինձ հետ այդպեսի դեպք էլի եղել է խաղի մեջ։ Օ, Պորտուգալիան պատերազմ է հայտարարել մեր պորտում գտնվող երկրի, մենք հանձնել ենք մեր քաղաքներից մեկը, Շրի Լանկան տվել ենք Մեծ Բրիտանիային, Շրի Լանկա քաղաք հիմա Մեծ Բրիտանիային, թե կղզին։ Այո, մենք տվեցինք նրանց կղզին, այսի, սա տվել ենք մենք Վիլիկայի Բրիտանիայի, Մեծ Բրիտանիային, այո, թող նրանք իրենց զարգացվածությունը պահեն, նաև թող տերություն անեն այդքան էլ հեշտ բան չէ։ Բայց ինչպես տեսնում եմ երևի բանակ չկա, հա, երկրում բանակ չկա, բայց իրանցն է, նավ չունեմ, ունեմ, կուզեի նավով, են մնացած բանակներ, տանի մեր առանցք։ Այս կուզեի մեզ պետք չէ, մեզ պետք էր միայն մենք չեք կարող այնտեղով անցնել, քանի որ նավը այնտեղ է, մեզ շատ հեշտությամբ կկործանեն, մենք կնստենք պերեգավոր սեղամարտախայի հետ, որպեսզի նա թողի գոնե 5 քայլով անցնենք։ Право прохода армии. Գոնե 10։ Ռաժիշ պրախոշ նարազույ վլադը 440 ոսկի են ուզում համաձայնության, մենք համաձայնք։ Բանակը անցնի։ Всё, բանակ հիմա 10 խոդով այստեղ է, 10 քայլ կարող ենք անել, այսպիսի 10-ով, բայց անենք շատ մեծ թիվ է, մենք տարածքով կանցնենք, քանի որ այս նավը մեզ խոչտոտ է, մեզ համար, ինչու է եկել այստեղ։ Այստեղ նրանց ագետներից մարդ կա, երևի եկել են հրամանատարին սպանեն, բայց դե հույս չունեմ, որ նրանք
Կարող են այդպիսի ռիսկի դիմեն։ Կոտորեմ։ Տվեցի Տանիկոմալի Ցեյլոն քաղաքը Վիլիկայա Բրիտանիայի, մեծ Բրիտանիայի ոչինչ, թող նրանք այնտեղ լինեն։ Նախ մեր բանակն է, մեր բարեկամ երկիրը, որպեսզի խոր շունչ լինի նրանց մոտ, որպեսզի մեզ օգնեն, դրա համար մեզ պետք է նաև ժամանակ է պետք, որպեսզի նվերներ հատկացնենք նրանց։ Դա շատ լավ է։ Շատ քիչ տարած չէ, նայեք քարտեզով էլ։ Նա շատ քիչ տարած չէ, իսկ բաց դեղինը նա իմս է, իսկ մուգ դեղինը Մարտախայի տարածքներն են։ Դա քիչ տարած չէ, էլի որ մենք գրավեցինք կամ տվեցինք նրանց։ Դա քիչ է, այսօր այսքանով ավարտենք։ Մյուսում ես կցանկանայի որպեսզի բանակ ավելի շատ հզորացնեինք և ուղղեինք դեպի նրանց մեծ քաղաքներից մեկը Կալկուտա Բենգալիա։ Նա նույնպես այնտեղ լավ քաղաք է, մեծ, դա մեզ ձեռք կտա էլի։